Ամեն մի եկեղեցի ունի իր ընթացքը, ու եկեղեցու անդամները պարտավոր են ճանաչել այդ ընթացքը, որպեսզի իրենք էլ որոշեն գտնվեն այդ ընթացքի մեջ թե ոչ։ Գիտեք, Աստծո թագավորության մեջ ստիպողական ոչինչ չկա։ Ամեն ինչ կամավոր է։ Դու ես ընտրել լինել եկեղեցում, դու ես որոշում կայացրել որ եկեղեցում։ Ըստ քո որոշմանը Աստված գործում է քո հետ։ Ըստ քո որոշումների համապատասխան դու ինչպիսի որոշումներ ես կայացնում, Աստված այդպես էլ գործում է քո հետ։ Եթե դու որոշում ես, որ սրանից հետո պիտի ապրես Աստծո համար, ինքը մի ուրիշ ձևով է գործում քո հետ։ Եթե որոշում ես, որ Աստծո հետ գործ չունես, ինքը ուրիշ ձևով է գործում քո հետ։ Հալելույա Հիսուսին։ Սա գիտեք ինչ դիրք Աստծո կողմից մեր նկատմամբ։ Ով ենք մենք։ Մի պահ պատկերացրեք Աստծո մեծությունը ըստ եզերքից մեծ, ու հանկարծ հաշվի առնում այդքան փոքրիկ մարդու կամքը։ Թող իր անունը փառավորվի։ Մենք արժանի չենք այդպիսի պատվի։ Ինքն է տեսնում մեզ այդպիսին։ Մենք արժանի չենք, որ մեզ այդպես հաշվի առնեն, որովհետև ինքը սուրբ է, մենք մեղքերի մեջ մարդիկ։ Բայց իր որդու արյունը, ոչ թե մենք լավն էինք դրա համար Աստված մեզ լսեց, ոչ, որովհետև խոստացել է դրա համար լսեց, որովհետև նայում է մեզ իր որդու արյան տակ դրա համար է լսում։ Մարդիկ հաճախ իրենց լավը վատը լինելով չափում են Աստծո սերը, սխալվում եք այստեղ։ Դուք Աստծո սերը մի չափեք ձեզանով, թե որքան դուք լավն եք, որքան դուք վատն եք, դրա համար Աստված ձեզ սիրում է թե չի սիրում։ Աստծո սերը մի բանով է որոշվում։ Ինքը սեր է ու վերջ։ Ինքը սիրում է բոլորին, նույնիսկ նրան, որ իրեն մերժում, հայոյում ու գնում է դժոխք։ Մեկ Աստված սիրում է, Աստծո սերը չի փոխվում։ Իր վերաբերմունքն է փոխվում, որովհետև չի կարողանում այդ մարդուն ձեռք բերի, որովհետև մերժում է իրեն։ Եկեղեցին միշտ գտնում է որոշակի ընթացքի մեջ, ու լավ է, որ եկեղեցու անդամները իմանան այդ ընթացքը։ Դրա համար ժամանակ առ ժամանակ ես այստեղից պատմում եմ, խոսում եմ։ Չեմ ասում գուցե հենց ընթացք բառով, որ հիմա մենք գտնվում ենք այսպիսի ընթացքի մեջ, բայց ժամանակ կա որ նաև ասում եմ, այսօր դրանցից մեկն է։ Արդեն քանի ամիս դուք լսում եք այնպիսի խոսք այստեղից, որոնք խոսում են թե քո ամբողջ կյանքը ինչի համար է։ Աստված ինչ նպատակ ունի քո ամբողջ կյանքի համար։ Այդպես չի արդեն որքան ժամանակ է անցել դրանից։ Հալելույա։ Բայց մենք այս ընթացքը պիտի շարունակենք, որովհետև հիմա իսկապես եկեղեցին գտնվում է այնտեղ, որ պիտի ճանաչի, թե ինքը ինչի համար է ապրում երկրի վրա։ Ես որ ասում եմ եկեղեցին, նկատի չունեմ շենքերը։ Ես նկատի ունեմ այն մարդիկ, ովքեր գտնվում են խմբի մեջ, Հիսուսի անվան մեջ։ Այս է եկեղեցին։ Դու եթե ընդունում ես, որ դու գտնվում ես Հիսուսի անվան մեջ, ուրեմն պիտի իմանաս, թե այսօր քո կյանքի նպատակը որն է։ Այսօր ինչ էտապի, ինչ քայլի մեջ ես գտնվում ու ինչ պիտի իրականացնես քո կյանքի համար։ Նախ ճանաչիր դա։ Եկեք իր այդ բացանենք Մատթեոս 6-րդ գլուխը։ 20 փոքրիկ հատվածը լեռան քարոզից, 5-6 գլուխները Մատթեոս ավետարանի կոչվում են լեռան քարոզ։ Քրիստոնեության մեջ ճանաչված է որպես լեռան քարոզ։ Որտեղ հենց սկզբից գրված է, որ Հիսուսը բարձրացավ լեռան վրա նստեց, աշակերտները գնացին իր մոտ եւ ինքը սկսեց սովորեցնել։ Առաջի բառից մինչեւ վերջին բառը շատ օրհնյալ են։ Ու բոլոր 3 գլուխները խոսում է Հիսուսը։ Սովորեցնում է իր աշակերտներին։ Գիտեք ինչու աշակերտներին, որովհետեւ նրանք գնացին Հիսուսի մոտ։ Աշակերտները միշտ նրանք են, ովքեր գնում են Հիսուսի մոտ, գնում են Հիսուսի հետևից։ Հիսուսը չի գնում մարդկանց հետևից։ Ինքը կանչում է, ասում արի իմ հետևից, ու ինքը շարունակում է գնալ։ Աշակերտները նրանք են, ովքեր գնում են Հիսուսի հետևից։ Հալելույա։ Մի փոքրիկ հատված կա, որի վրա պիտի կանգ առնենք։ Հիսուսը շատ բաներ սովորեցրեց ծոմի մասին, աղոթքի մասին, բազմաթիվ բաներ կյանքում ինչպես ապրել, ինչեր կառաջանան մեր կյանքում։ Բայց ես պիտի աղոթքի մի փոքրիկ հատված կարդամ ու մենք դրա վրա մտածենք իրար հետ։ Ես միայն 9-րդ եւ 10-րդ խոսքերը պիտի կարդամ։ Հիսուսը իր սովորեցնելու ընթացքում այսպիսի խոսքեր ասեց. «Ոստի այսպես աղոթք արեք դուք, այսպես աղոթք արեք. Ով հայր մեր, որ երկնքում ես, քո անունդ սուրբ լինի, քո թագավորությունդ գա, քո կամքդ լինի եւ այլն»։ Բոլորը չեմ կարդալու։ Մեկ քրիստոնյաները այստեղից վերցնում են, որ իրենք միշտ պիտի կրկնեն այս աղոթքը, որովհետեւ Հիսուսն ասեց այսպես աղոթք արեք։ Իրականում մեր բոլոր աղոթքները տեղավորվում են այս աղոթքի մեջ, գիտեք։ Եթե Հիսուսը այստեղ այսպես սովորեցրեց, ու սա իր ծառայության իր ուսուցումների սկիզբն էր, հետո ամբողջ գրքում ոչ միտեղ չեք գտնի, որ առաքյալները այս աղոթքը անգիր արտասանեին, կամ ինքը Հիսուսը այս աղոթքը անգիր արտասաներ։ Սա մեզ ինչ է սովորեցնում, որ դա դրա համար չէր տրված, որ անգիր արտասանվեր, այլ ինքը տալիս էր մի մոդել, թե Աստծո հետ աղոթելիս, ինչպես սկսել, ինչպես վերջացնել, ինչպես խնդրել ու ինչեր խնդրել։ Ու ամեն ինչ գրված է այս հայր մեր աղոթքի մեջ։ Սա անվանում են տերունական աղոթք եւ ինքը շատ մեծ նշանակություն ունի։ Ու եկեղեցու հայրերը սկսած առաջի դարից մինչև հիմա միշտ բացատրում են այս աղոթքը, դրա մեծությունը, արժեքը։ Ես մի փոքրիկ հատվածի վրա, այն սկզբի մասի վրա պիտի կանգ առնեմ։ Ուրեմն ասում է, ով հայր մեր, որ երկնքում ես, քո անունդ սուրբ լինի։ Ով հայր մեր, նախ ասում է, որ երբ որ աղոթք կանես, այսպես աղոթք արա, ով հայր մեր,
Երբ որ դու աղոթքի ես մտնում, հիշիր, որ դու քո երկնային հորդ ես մոտենում։ Շատ քրիստոնյաներ մեկ-մեկ մոռանում են, որ Աստված իրենց հայրն է։ Սկսում են Աստծուն նայել բոլորովին ուրիշ տեսակետից, որպես դատավոր, որպես դահիճ մինչև իսկ ես լսել եմ քրիստոնյաներից այդպիսի կարգավիճակ, որ կարծես Աստված դահիճ լինի։ Գիտեք Աստված հայր է, ասում մոտեցիր նրան, բայց ես դրա մասին չեմ խոսելու։ Ասում է ով հայր մեր, որ երկնքում ես, քո անունը սուրբ լինի։ Երբ որ ես մասի վրա հաճախ առիթ լինում բացատրություններ տալ հարցնում եմ, ասում են միթե Աստծո անունը սուրբ չի։ Միթե մենք որ ասենք քո անունը սուրբ լինի, դրանով սուրբ կդառնա։ Իհարկե ոչ, Աստծո անունը միշտ է սուրբ է, ու անկախ նրանից մենք այդ անունը կհայհոյենք, թե կփառաբանենք, ինքը սուրբ ամենումը չի փոխվում, թող իր անունը փառավորվի։ Բայց այստեղ մի կարևոր բան կա։ Այս մի արտահայտություն էր քո անունը սուրբ լինի, որ առաջի դարում ընդհանրապես հрьяաները սա ասելիս իրենք հասկանում էին, որ օրհնում են Աստծո անունը, որ իրենք փառաբանում են, կարծես գովում են Աստծո անունը, նրա սրբությունն են ցույց տալիս։ Եվ նաև սա խնդրվածքի աղոթք էր, որ մեր մեջ թող քո անունը սուրբ լինի, որ չլինի մենք հանկարծ անարգենք քո անունը։ Սա շատ կարևոր մի աղոթք էր, ով հայր մեր, որ երկնքում ես, քո անունը սուրբ լինի։ Ինչ էր նշանակում, մոտեցիր Աստծուն որպես հոր, սկսիր նրանից, որ փառաբանես Աստծո անունը, մի հատ օրհնես Աստծո անունը, հետո նոր քո խնդրվածքները մատուցիր նրան։ Եվ առաջին խնդրվածքդ, որ պիտի մատուցես, քո թագավորությունը գա։ Խնդրվածքներից ամենակարևորը, թող քո թագավորությունը գա։ Քո կամքդ լինի ինչպես երկնքում, նույնպես երկրի վրա։ Սրանք միասնական են։ Հաճախ մենք բացատրում ենք նաև առանձին։ Քո թագավորությունը գա, քո կամքը լինի, սրանք առանձին խմբեր կարծես։ Բայց շատ միասնական են։ Ինչ է նշանակում Աստծո թագավորությունը գա։ Ընդհանրապես լսել եք ինչ է նշանակում Աստծո թագավորություն։ Երբ որ նայում եք քարտեզին, այս աշխարհի վրա շատ թագավորությունների տարածքներ եք տեսնում։ Աստծո թագավորության տարածքը նշված չի քարտեզների վրա, դա նշված է սրտերի վրա։ Ու երբ որ Աստված երկնքից նայում է մարդկանց, ինքը տարածքային սահմաններ չի տեսնում երկրի վրա։ Ինքը սրտեր է տեսնում, որոնք իր թագավորության մեջ են։ Ու սրտեր է տեսնում, որոնք իր թագավորությունից դուրս են։ Այս ամբողջ աշխարհը, ամբողջ երկրագնդի վրա բնակվող բնակչությունը Աստված երկնքից նայելիս տեսնում է երկու թագավորության մեջ՝ իր եւ սատանայի։ Միջանկյալ թագավորություններ գոյություն չունեն։ Նույնիսկ քրիստոնյաներ ասում են ես ոչ սատանայինն եմ, ոչ էլ Աստծունը։ Իրականում միայն այն բառով, որ դու ասում ես ես Աստծունը չեմ, արդեն սատանայինն ես։ Հասկանում եք սա։ Մի բառով, որ դու կմերժես Աստծուն, դու ինքնըստինքյան դառնում ես սատանայինը։ Որտեղ հնարավոր չի կանգնել մեջտեղում ասել ոչ սատանայինը, ոչ էլ Աստծունը, այսպես չի լինում։ Կամ Աստված այսպես է ցույց տալիս։ Կամ լույս կամ խավար, այն սեռի գույնը Աստված չի սիրում։ Աստված զզվում է դրանից։ Ասում է կամ տաք եղիր կամ սառը, հիշում եք այս խոսքը։ Ասում է նա որ միջանկյալը գաղջա կամ գոլը, ասում է բերանից դուս փսխելու վրա եմ, կարծես զզվում եմ դրանից։ Դրա համար կա Աստծո թագավորություն ու կա սատանայի թագավորություն։ Որն է Աստծո թագավորությունը։ Նայեք այս աշխարհին, որն է օրինակ Հայաստանի թագավորությունը։ Երբ որ Հայաստանի կառավարության օրենքները գործում են, այն տարածքում դա դառնում է Հայաստանի թագավորությունը։ Որն է Ռուսաստանի թագավորությունը։ Երբ որ Ռուսաստանի կառավարության օրենքները գործում են որևէ տարածքում, հենց այդտեղ լինում է Ռուսաստանի թագավորությունը։ Երբեք Ռուսաստանի թագավորությունը չի գործում օրինակ Հարավաֆրիկյան Հանրապետության տարածքում։ Այնտեղ գործում է իր թագավորության սկզբունքները։ Որտեղ գործում են Աստծո սկզբունքները, այնտեղ էլ Աստծո թագավորությունն է։ Որտեղ դրանցից մի փոքրիկ շեղում կա, այնտեղ սատանայի թագավորությունն է։ Եթե կա միտեղ, որտեղ Աստծո սկզբունքները, կյանքը ընդունված չի, Աստծո կամքը ընդունված չի, այդտեղ սատանայի թագավորությունն է։ Գիտեք, սատանան ոչ թե յուրահատուկ ծրագիր ունի մարդկության հետ, ինքը մի ծրագիր ունի հակառակվել Աստծո կամքին։ Հələ մի պահ այսպես մտածեք։ Երբ որ Աստված կամք ունի ժողովրդի համար, ընթացք ունի ժողովրդի համար, ասում է այստեղից պիտի սկսես, այստեղ պիտի հասնես, մինչև Հիսուսի գալուստի օրը այսպեսին պիտի դառնաս։ Դու մարդ, որ ծնվել ես երկրի վրա, այսինչ օրը պիտի ընդունես Հիսուսին, դու լսել ու ընդունել ես այդ օրը Հիսուսին, կարծում եմ այստեղ ընդունած եք, չէ՞ Հիսուսին։ Ու մինչև այն օրը, որ այս աշխարհի վրա քեզ սահմանված է ապրել, դու պիտի դառնաս այսպեսին ու գործես այսքան բան։ Այստեղ սա է հենց Աստծո կամքի արտահայտումը քո համար։ Եթե դու որոշում ես, որ չէ, այդպես չես անելու, դուրս ես գալիս այդ կամքից, բնականաբար ելում թագավորությունն ես կառուցում, ելում թագավորության մեջ ես գտնվում։ Աստված երբ որ նայում է երկրին, քեզ տեսնում է կամ իր թագավորության մեջ, կամ իր թագավորությունից դուրս։ Եվ իր թագավորության մեջ մի շատ կարևոր բան կա։ Իր թագավորությունը ծածկված է Հիսուսի արյունով։ Ինքը իր թագավորության մեջ գտնվող մարդկանց կյանքում չի տեսնում մեղքեր։ Այնտեղ որտեղ դու կմերժես Հիսուսի արյունը, կմերժես Հիսուսի քո համար փրկիչ ու Տեր լինելը, այստեղ դու մերժած կլինես։ Թող Աստծո Հիսուսի անունը փառավորվի։ Ինչպես ես մտածում, քո կյանքում ամեն ինչ Աստծո թագավորության մեջ է թե ոչ։
Գիտեք ինչու եմ այսպես հարցնում, որովհետև մենք իսկապես մեր կյանքը տալիս ենք Հիսուսին, ու դրանով ինքը իշխում է կարծես մեր կյանքի վրա։ Բայց հետո մեր կյանքի մեջ այնքան բաներ ալնում, որ տեսնում ենք չենք ուզում տալ Հիսուսին։ Ես էլ մարդ եմ ձեր նման, ու գիտեմ սա ինչ է նշանակում, բայց Աստծո թագավորությունը սա է։ Երբ որ դու ամեն օր քո աղոթքը կսկսես սրանից, որ թող քո թագավորությունը գա, հիշիր, Աստված անմիջապես քո աչքի առջև Սուրբ Հոգին կբերի քո կյանքի այն բաժինները, որտեղ դեռ ինքը չի թագավորում։ Ու քո աղոթքը այսպեսին պիտի լինի. Տեր, թող քո թագավորությունը գա այս բաժնում, թող քո թագավորությունը գա այս բաժնում, շատ կոնկրետ։ Ոչ թե Տեր, թող քո թագավորությունը գա։ Այսպիսի աղոթքները շատ ժամանակ վերացական են։ Ոչ մարդը ինքն է հասկանում, թե իր կյանքի որ բաժնում պիտի գա, ոչ էլ Աստված, նա իմ ասում է, որ բաժնում ես ուզում, որ իմ թագավորությունը գա։ Եթե դու քո կամքը չդնես, ինչ էի են սկզբից խոսում, որ դու կամք ունես, ու Աստված հարգում է քո կամքը։ Եթե դու քո կամքը չդնես, Աստված ոչ մի բան չի անելու։ Հալելույա Հիսուսին։ Եկեք շարունակենք։ Ուրեմն մի ուրիշ խոսքով ասած, Աստծո թագավորությունը այն տարածքն է, որը հնազանդեցված է Աստծո կամքին։ Ամեն Աստծո թագավորությունը այն տարածքն է, որը հնազանդեցված է Աստծո կամքին։ Մենք որպես մարդիկ մեր կյանքի ընթացքում տարածքներ ունենք, որոնք պիտի հնազանդեցնենք Աստծո կամքին։ Հալելույա։ Աստծո թագավորության մասին կարելի է շատ երկար խոսել։ Ամբողջ Մատթեոս ավետարանը խոսում է Աստծո թագավորության մասին։ Մատթեոսը գրել է հատուկ այդ նպատակով։ Բայց ես դրա մասին չեմ ուզում խոսել։ Երբ որ սա էր կառուցվում իմ սրտում, ես տեսա, որ թեման ինչքան մեծ է ու ինչքան գուցե դժվար ու շատ ժամանակ կխլի մինչև դա մատուցեն ձեզ։ Բայց ընտրեցի ամենակարևորները։ Իհարկե հավատում եմ, որ դրա մեջ եղել է Սուրբ Հոգու առաջնորդությունը, որը պիտի ընտրեմ։ Տեսեք, Աստծո թագավորությունը ունի կառուցվածք, ունի որոշակի դրվածք։ Աստծո թագավորությունը վերացական մարդկանց խումբ չի։ Ցրված ուղակի մարդկանց խումբ չի, որոնք ամեն մեկը իրենց համար կասեն, գիտեք, ես Աստծո թագավորության մեջ եմ, ես հավատում եմ Աստծուն։ Այդպես ասողները այսօր շատ են ու ցրված են ու ոչինչ չեն անում Աստծո համար։ Իրականում դեպիսին չի։ Ինչ կլինի, եթե մարդը գնա, ապրի Անտարկտիդայում, ասի ես Հայաստանի քաղաքացի եմ։ Հետո ինչ որ Հայաստանի քաղաքացի ես։ Գուցե քո անձնագրում էլ կլինի այդ կնիքը, որ դու Հայաստանի քաղաքացի ես, բայց դու ոչ ապրում ես այդ երկրում, ոչ գործում ես այդ երկրի համար, ոչ պատասխանատու ես, ոչ մի բան չես անում։ Ու եթե մի օր Հայաստանում պետք լինի մի գործ անել, դու այդ գործը անելու ես, չէ՞ որ դու այդ դրա մեջ չես, հասկանում եք։ Ուրեմն եթե դու ուզում ես լինել Աստծո թագավորության մեջ, դու պիտի լինես որոշակի համակարգի մեջ, որոշակի կարգի մեջ։ Ու բոլոր տեղերում կարող եք կարդալ Նոր Կտակարանի ու ամբողջ Աստվածաշնչի։ Գրված է, որ Աստված կարգի Աստված է, որ Աստված անկարգություն չի սիրում, Աստված կարգի Աստված է։ Օրինակ կարդացել եք երկնքում եղող իշխանություններ ու պետություններ։ Նույնիսկ պարզվում է, որ հրեշտակները, որոնք բնակվում են երկնքում, որոնք իրենք երկնային բնակիչներ են, Աստծո կողմից ստեղծված զորավոր արարածներ, նրանք բաժանված են պետությունների։ Գիտեք, որ մարդկությունից շատ ավելի շատ մեծ քանակ ունեն հրեշտակները։ Այնպիսի մեծ քանակ ունեն, որ մարդկությունը երբեք չի հասնելու այդ քանակին։ Բայց նրանք բաժանված են, կարգավորված են, դասավորված են պետությունների, ինչ-որ իշխանությունների, ու դրված է իրենց վրա որոշակի պարտականություններ, իրենց խմբերի մեջ, ինչպիսին պիտի լինեն, ինչ պիտի անեն։ Գրված է նաև Աստվածաշնչում Սատանայի թագավորության համար, որ նա էլ շատ կարգավորված բանակ է ու շատ կարգավորված աշխատանք է կատարում։ Ու Հիսուս ասաց, երբեք Սատանան ինքը իր դեմ դուրս չի գա։ Միայն քրիստոնյաները հասկանան այս խոսքը, շատ հաճախ իրար դեմ են դուրս գալիս։ Մենք պիտի դուրս գանք միայն նրա դեմ, ինչը որ աստվածային սկզբունքներ չի, որպեսզի մեր կյանքից հեռացնենք այդ սկզբունքները ու մեր կյանքի մեջ բերենք Աստծո կամքի իրականացումը։ Մնացած բոլոր դեպքերում մենք կարող ենք սխալվել։ Հալելույա Հիսուսին։ Գիտեք, շատ քրիստոնյաներ չեն սիրում, որ իրենք լինեն համակարգի մեջ։ Ես այս քրիստոնյաների նմանացնում եմ սրան։ Հրամանատարը շարունակ զորքը ասում է, մենք գնալու ենք պատերազմ։ Մեկը այնտեղ խոտերի մեջ իր համար խաղում է, ասում է, ես ձեր հետ եմ, բայց չեմ կանգնի շարք։ Մի պահ պատկերացրեք, այս հրամանատարը ինչպես կվերաբերվի նրան։ Կասի, հա, դու իմ հավատարիմ զինվորն ես, հա։ Հավատարիմ չի նրա մեջ, որ ուղղակի շարք կանգնի։ Այս մարդը դրա մեջ հավատարիմ չի, այն պատերազմի մի փոքր դժվարության մեջ ինքը հավատարիմ կանգնելու է քո կողքին։ Պատկերացնում եք։ Այսպիսի զինվորներ ցավոք այսօր եկեղեցիները ոչ միայն Հայաստանում, ամբողջ աշխարհում շատ ունեն։ Մի պահ քննիր քեզ, կաս համակարգի մեջ։ Ամեն եկեղեցի ունի որոշակի համակարգ։ Մի անգամ խոսում էի մի քրիստոնյայի հետ, ասաց լավ եղբայր ես, բայց ափսոս մեր զորքից չես։ Ասի սխալվում ես, մենք երկուսս էլ նույն զորքից ենք, ուղղակի տարբեր զորամասերից ենք։ Գիտեք, ամեն մի զորամաս ունի իր կառուցվածքը։ Օրինակ ավիացիան, չգիտեմ ոնց ասեմ ուրիշ ձևով, հիմա ոնց են ասում այդ զորքերին, բոլորովին ուրիշ կառուցվածք ունի, քան տանկային զորքերը։ Գիտեք, տանկի համար որոշակի ուրիշ հարցեր կան, որ տանկային զորքերը պիտի լուծեն։ Ավիացիան ուրիշ, բայց իրար հետ համագործակցում են մի թշնամու դեմ կռվելու համար։ Մեր եկեղեցին ունի իր որոշակի սկզբունքները,
Մենք հավատացել ենք այդ սկզբունքներին, որովհետև դրանց հիմնավորումը տեսնում ենք Աստվածաշնչում։ Դրանք են աշակերտությունը, տնային խումբը։ Եթե դու քեզ չես տեսնում ես համակարգի մեջ, մեզանից մի նեղացիր։ Ցանկացած մարդ իր կամքով է ընտրում լինել տնային խմբի մեջ թե չլինել։ Իր կամքով է ընտրում լինել աշակերտ թե չլինել։ Ոչ թե որ չեղար աշակերտ կամ չեղար տնային խմբի մեջ մենք քեզ չենք սիրի, չէ, մենք քեզ մեկակ սիրենք, մենք անավատներին էլ ենք սիրում։ Համաձայն եք ինձ հետ։ Մենք բոլորին ենք սիրում։ Բայց դու, երբ որ չես ուզում լինել համակարգի մեջ, դու ինձ ազատում ես քեզ համար պատասխանատու լինելուց։ Մի բան մտածիր սրա մասին։ Երբ որ կանգնենք Աստծո առաջ, ես քեզ համար ինչ պատասխան պիտի տամ։ Երբ որ դու ինքդ քո կամքով քեզ չես հանձնում, չես կանգնում շարքում, ես քո համար ինչ պիտի պատասխան տամ։ Ասում ես մարդը չէր ուզում կանգնել։ Աստված քո համար ոնց դառնա պատասխանատու, երբ դու չես ուզում մտնել իր կարգի մեջ, իր կանոնների մեջ։ Դրա համար քո ընտրությունը շատ կարևոր է, բայց երբ որ դու որոշում ես լինել որոշակի համակարգի մեջ, կանգնել շարքում, լինել որևէ տասնյակի մեջ, որևէ մեկի աշակերտը, դու այդ մարդուն, քո տասնյակի ղեկավարին կամ խնամակալին, դնում ես քո համար մեծ պատասխանատվության տակ։ Ու ինքը դառնում է քո համար պատասխանատու Աստծո առջև։ Ու ինքը քեզ համար պիտի անի ամեն ինչ, սովորեցնի, խրատի, հանդիմանի, ամեն ինչ պիտի անի, որովհետև ինքը պատասխանատու է քո համար։ Ու այն պահին, որ մի բան քեզ դուր չի գա, դու կասես, «Էլ չեմ ուզում քո աշակերտը լինեմ», դու իրեն կազատես քո համար պատասխանատվությունից։ Դու ես որոշելու։ Ու երբ որ կանգնենք դատարանի առաջ երկնքում, ոչ մեկին չես կարող մեղադրել։ Աստված ցույց է տալու, որ քո ընտրությունն էր որոշում, որ դու որոշեցիր, որ չլինես տասնյակում, որ դու որոշեցիր, որ չլինես աշակերտ։ Ով կարող քեզ աշակերտություն անել, երբ դու որոշում ես, որ չես սովորելու։ Ով կարող մեկին ստիպիսի։ Իսկ եկեղեցին հենց դրա համար է, որպեսզի սովորեցնի, կրթի, դաստիարակի, պետք եղած դեպքում նաև հանդիմանի, ուղղելու ու Աստծո թագավորությունը ուժեղ կառուցելու համար։ Ուզում ես, որ Աստծո թագավորությունը կառուցվի, ոչ միայն քո կյանքում, եկեղեցում, մենք բոլորս իրար հետ միաբանվենք Աստծո թագավորությունը կառուցելու մեջ։ Ուզում ես սա։ Եթե իսկապես ուզում ես, ես քեզ մի նոր բան պիտի ասեմ։ Ինձ հետ բացառեմ Մատթեոս ավետարանի 21-րդ գլուխը։ Ես քեզ պիտի ասեմ, թե ինչպես են կառուցում Աստծո թագավորությունը։ Ինչպիսի քայլերով են կառուցում Աստծո թագավորությունը։ Աստծո թագավորությունը մի բան չի, որ ես կաղոթեմ կասեմ, Տեր, թող քո թագավորությունը գա ու կգա։ Այդպես գալու է մի անգամ Հիսուսի գալուստի ժամանակ։ Աստծո թագավորությունը կարիք ունի կառուցման։ Մեզանից յուրաքանչյուրը դրա մեջ ներդրում ունի։ Գիտեք ինչու՞, որովհետև մենք Աստծո ժողովուրդ ենք։ Ուրիշ էլ որտեղ կառուցվի Աստծո թագավորությունը, եթե ոչ իր ժողովրդի մեջ։ Ուրիշ էլ որտեղ գործեն Աստծո օրենքներն ու սկզբունքները, եթե ոչ իր ժողովրդի մեջ։ Ուրիշ ելով տարածի ու մեծացնի Աստծո թագավորության սահմանները, եթե ոչ իր ժողովուրդը։ Ու Աստված նայում է երկնքից, ասում է ինչքան սրտեր կան, որ կարող են մտնել թագավորության մեջ, բայց այսօր դրսում են իր ժողովրդի թուլության պատճառով, իր ժողովրդի пассивության պատճառով։ Մատթեոս 21-րդ գլխում մի դեպք է նկարագրված, իրար հետ հիմա կարդանք այդ դեպքից որոշ հատվածներ։ Ուզում եմ ասել, որ սա ամենակարևոր, ամենահետաքրքիր դեպքերից մեկն է։ Ես սա բացատրելու եմ, թե ինչքան նման է մեր կյանքին։ Հիսուսը նույնն է երեք այսօր եւ հավիտյան։ Կարդացել եք այս խոսքը։ Նա չի փոխվում։ Նա փոխվում էր, քանի դեռ մարդ էր, երեխա էր, մեծացավ։ Հարությունից հետո վերջ, ինքը էլ չի փոխվում։ Հիսուսը նույնն է երեք այսօր եւ հավիտյան։ Ինչպես էր նա առաջի դարում, նույնն է հիմա։ Իր ծրագրերը ինչպիսին էին առաջի դարում, նույն ծրագրերը ունի հիմա։ Ինչ էր ուզում առաջի դարում մարդկանցից, նույնը ուզում է հիմա։ Համարեն ինչ որ կարդում ենք ավետարաններում, վերաբերում է նաև մեզ, որ մենք էլ այդպես պիտի ապրենք։ Մատթեոս 21-րդ գլխում գրված է, որ Հիսուսը գնաց Երուսաղեմ։ Միթե Հիսուսը առաջին անգամ էր գնում Երուսաղեմ։ Ես ձեզ կասեմ, սա վերջին անգամն էր գնում Երուսաղեմ։ Ինքը այնտեղ պիտի բռնվեր, բանտարկվեր, սպանվեր։ Սա վերջին անգամն էր, 21-րդ գլխում արդեն վերջին դեպքն է նկարագրված։ Մինչ սա շատ էր Հիսուսը գնացել Երուսաղեմ, բայց այս անգամ գնալը բոլորովին տարբերվում էր մյուսներից։ Գիտեք ինչու՞։ Այստեղ տեսնենք, թե ինչ տեղի ունեցավ Հիսուսի հետ։ Ուրեմն 7-րդ խոսքում գրված է, որ Հիսուսը նստեց էշի վրա, ու էշով մտավ Երուսաղեմ քաղաքը։ Գրված է քաղաքը շարժվեց, քաղաքը ցնցվեց։ Գիտեք ինչու՞, ինչ էր տեղի ունենում։ Հիսուսը էշի վրա էր նստած մտնում Երուսաղեմ։ Ինքը ուզում է, որ այդ դիրքով մտնի մեզանից ամեն մեկի կյանքի մեջ։ Այն ժամանակ հрьяաները իրենց թագավորներին օծում էին էշի վրա նստած։ Հետաքրքիր է, չէ՞, մենք մարդկորեն որ մտածենք, ասենք ձին ավելի կարծես պատվական է, պետք է ձիու վրա դնել։ Բայց Իսրայելում այդպես էր։ Իրենց համար շատ պատվական էր, որ էշը կամ ջորին նստացնում էին թագավորին դրա վրա ու այդպես տանում էին ցույց տալով, որ սա է մեր թագավորը։ Ու ժողովուրդը հավաքվում էր իր շուրջը, փառաբանում էին, գովում էին։ Նույնիսկ 45 Սաղմոսը գրված է հատուկ այդպիսի ժամանակ երգելու համար, թագավորներին օծելու երգելու համար։ Հալելույա։ Եվ Հիսուսը
Իր կյանքի վերջին անգամը որ մտնում էր Երուսաղեմ, ինքը ուղարկեց իր աշակերտներին ասեց գնացեք այնտեղ մի էշ կա կապված բերեք։ Գնացին, բերեցին, գրված է իրենց հանդերձները գցեցին էշի վրա, այն էշի թամբի փոխարեն։ Ու Հիսուսը նստեց դրանց վրա ու մտավ Երուսաղեմ։ Ու այստեղ գրված է Երուսաղեմը շարժվեց, քաղաքը շարժվեց, որովհետև ընդունում էին իրեն ինչպես թագավորի։ Իր թագավորության մեջ ինքը պիտի լինի թագավոր, ոչ թե մենք։ Երբ որ Աստծո թագավորությունն ենք խնդրում, ուրեմն իր թագավորությունը պիտի լինի, ոչ թե մեր թագավորությունը։ Ուրեմն իր կամքը պիտի իրականանա, ոչ թե մեր կամքը։ Սա մի յուրահատուկ ընթացք էր Հիսուսի համար, որ ինքը մտնում էր։ Երկրորդ բանը, որ տեղի ունեցավ, գրված է իրենց հանդերձները հանեցին ու գցեցին ճանապարհին էշի ոտքերի տակ։ Մի բան զգուշացնեմ, Հիսուսի ոտքերը չէին կպնում դրան, էշի ոտքերն էին տրորում դրանք։ Հաճախ կարիք կլինի մեր կյանքում, որ մենք մեր պատիվը շատ ցած գցենք, որ մեր արդարությունը շատ խորը ներքև գցենք։ Եթե ուզում եք Հիսուսին որպես թագավոր ընդունել, դու ես քեզ հարց եմ տալիս, ուզում ես Հիսուսին որպես թագավոր ընդունել, ու պատրաստ ես իսկապես քո պատիվը գցել Հիսուսի ոտքերի տակ, ընդունել Հիսուսին որպես թագավոր։ Քաղաքը շարժվեց, որովհետև իրենք ընդունեցին Հիսուսին որպես թագավոր։ Քաղաքում մեծ աղմուկ բարձրացավ, որովհետև ընդունեցին։ Ես մի բան ասեմ։ Դու գիտեք այն ժամանակվա մտածելակերպը հրեական։ Այն ժամանակ ոչ քահանաներն էին շատ ուրախ, որ մի հեղինակավոր անձ է գալիս, ոչ Պիղատոսն էր շատ ուրախ, Հռոմի կողմից դրված կուսակալ, որ մեկը գալիս է, որ այսքան մասսա է հավաքել իր ետևից։ Ոչ էլ գիտեք հրեական իշխանություններն էին ուրախ, որ հանկարծ մեկը այսքան ժողովուրդ է հավաքել։ Եթե մենք հիմա դուրս գանք փողոց, ու մեծ ժողովուրդ հավաքենք, ինչ տեղի կունենա։ Գիտեք ինչ։ Ամենաառաջինը որ սա կլինի, որ կգան իշխանությունները, ղեկավարներին մի հատ կբռնեն, կոլորեն թևերը ու կտանեն, կասեն ով է քեզ իրավունք տվել։ Գիտեք չէ՞ որ պետության մեջ կազմակերպել միտինգներ կամ մեծ ժողովներ ոչ ոք իրավունք չունի առանց թույլտվության։ Դրա համար պետք է նախորդ դիմում ներկայացնել, թույլտվություն խնդրել ու հետո հավաքել։ Ոչ մեկը ուրախ չէր, բայց ինչն է հետաքրքիր ոչ մեկը Հիսուսին չկպավ։ Գիտեք ինչու։ Որովհետև մեծ մասը ժողովրդի, մի մեծ մասը ընդունել էր Հիսուսին որպես թագավոր։ Ու իրենք վախենում էին, ով էլ որ գար Հիսուսին դեմ կանգնելու այդ օրը կքարկոծվեր։ Ահա թե ինչն էր, որ խանգարեց նրանց, ու իրենք շատ վստահ ինչ էին անում, իրենց հանդերձները գցել էին Հիսուսի ոտքերի տակ։ Ինչու, որովհետև պետք էր, որ Հիսուսի առջև խոնարհված լինեին։ Ուզում ես, որ իր թագավորությունը գա քո կյանքում, պիտի դնես քո պատիվը, պիտի դնես քո շահը։ Գրված է ոչ միայն հանդերձները, ծառերից ճյուղեր էին կտրում ու գցում էին Հիսուսի ոտքերի տակ։ Գիտեք ինչ էր նշանակում։ Չէ՞ որ այդ ծառերը իրենց պտղատու ծառերն էին, իրենց բերքի ունեցվածքից, իրենց կյանք տվող բաներից այս աշխարհի վրա դնում էին Հիսուսի ոտքերի տակ մի բանի համար, որ ընդունեն որպես թագավոր, ոչ թե որպես ծառա, այլ որպես թագավոր։ Շատ քրիստոնյաներ Հիսուսին ընդունում են որպես ծառա, գիտեք, խնդրում են, ասում են Հիսուս ջան, արի իմ կյանքի մեջ տեր եղի։ Հիսուսը գալիս է իր կյանքի մեջ, ասում են դե իմ համար էս արա, դե իմ համար էս արա, ինձ փող տուր, ինձ առողջություն տուր, իմ համար էս արա։ Այսպես նայում ես իր վերաբերմունքից արդեն Հիսուսին ընդունելա որպես ծառա չի ընդունել որպես թագավոր։ Դու կարող ես մի անգամ չաղոթի ասի Տեր ինչ ես ուզում որ ես անեմ քո համար։ Հալելույա Հիսուսին։ Ընդունիր Հիսուսին որպես թագավոր։ Ես գիտեմ որ դուք ընդունել եք, բայց ուզում եմ որ մի հատ այդ դիրքը թարմացնեք Հիսուսի առջև, որ մի անգամ էլ ասեք Տեր դու իմ կյանքում թագավոր ես, ես քեզ ընդունել եմ որպես թագավոր ու պատրաստ եմ խոնարհվելու։ Հալելույա։ Իրենց հանդերձները իրենց ամեն ինչը փռում էին Հիսուսի ոտքերի տակ։ Հաջորդ բանը, որ անում էին, գրված է 21-րդ գլխի 9-րդ խոսքում։ Գրված է ժողովուրդները նրանց առջևից ու ետևից գնում էին եւ աղաղակում էին ու ասում էին Օսաննա, որդի Դավթի, օրհնյալ է նա որ Տիրոջ անունով է գալիս, Օսաննայի բարձունս։ Օսաննա բառը բառացի թարգմանությունով նշանակում է Տերը փրկի կամ Տեր փրկիր, խնդրանք ասա։ Բայց նաեւ կա օրհնություն, օրհնյալ է նա որ Տիրոջ անունով է գալիս։ Երբ որ հիմա մեր տեսակետից, մեր դիրքում մենք արդեն Հիսուսին ընդունած մարդիկ նայում ենք, մենք կարիք ունենք երկուսին էլ, որը թե ասենք Օսաննա, ասենք Տեր փրկիր մեզ մեր եսից, մեզ մեր հպարտությունից, փրկիր մեզ մեղքերից, թե այս աղոթքը շատ կարիք ունենք, թե օրհնությունը, որ օրհնյալ լինի քո անունը, թող քո անունը սուրբ լինի, այսրա զուգահեռն ասա։ Ամբողջ ժողովուրդը, երբ որ Հիսուսին ընդունում էին որպես թագավոր, խոնարհվում էին իրենց հանդերձները գցում էին նրա ոտքերի տակ, նաև օրհնում էին Տիրոջ անունը, իսկապես այնտեղներ, որ արդեն պիտի քաղաքը շարժվեր, ու Հիսուսը գալիս էր որպես թագավոր։ Գիտեք սրա հետևանքը ինչ եղավ։ Սկզբում ուրեմն սա մարդկանց կամքն էր, մարդիկ կարող էին բոլորովին էլ չընդունել, չէ՞ Հիսուսին, բայց որովհետև իրենք ընդունեցին Հիսուսին։ Գրված է Հիսուսը գնաց տաճար, ես պիտի կարդամ 12-րդ խոսքը։
Եվ Հիսուսը Աստծո տաճարը մտավ ու դուրս հանեց բոլոր նրանց, որ տաճարի մեջ ծախում էին, գնում էին, փող էին փոխում, սեղանները ու աղավնի ծախողների աթոռները կործանեց։ Եվ ասաց նրանց. գրված է իմ տունս աղոթքի տուն պիտի կոչվի, բայց դուք դա ավազակների այր դարձրեցիք։ Ուրեմն ինչ եղավ, Հիսուսը գնաց տաճար։ Հետաքրքիր է, որ Երուսաղեմ, երբ որ մտավ Հիսուսը, չգնաց մեկի տունը հյուր, երբ որ իրեն ընդունեցին որպես թագավոր, չգնաց թագավորական պալատ, ասեր դե ես արդեն թագավոր եմ Պիղատոսի տեղից։ Այսպես չարեց, ինքը գնաց տաճար, այնտեղ որտեղ պիտի լիներ Աստծո թագավորությունը։ Գնաց տաճար, ու գրված է մաքրեց տաճարը, դուրս հանեց։ Մի պահ ուշադրություն դարձրեք ում է դուրս հանում։ Ովքեր կենթանիներ էին վաճառում։ Այս կենթանիները գիտեք ինչու էին վաճառում, որովհետև պետք էր որ մարդիկ կենթանիները առնեին Աստծուն զոհաբերելու համար։ Նրանք թե ոչխարներ էին, թե գառներ էին, թե ավելի մեծ կենթանիներ, թե թռչուններ էին, աղավնի, տատրակ, այդպիսի թռչուններ էին զոհաբերում ըստ օրենքի։ Եվ փոխողներ էլ կային, գիտեք ինչու։ Որովհետև զոհաբերություն անելու համար մենակ հрьяաները չէին որ գալիս էին։ Ու նաև հрьяաները էին գալիս, որոնք օտար ազգերի մեջ էին ապրում։ Իրենք որ գալիս էին իրենց փողով։ Մեր լեզվով ասած Հայաստանում գտնվող չենջերից մեկն էր տաճարում։ Կամ նմանատիպ մի քանի չենջեր կային տաճարում։ Ու մարդիկ երբ որ գալիս էին, իրենք այդ փողը փոխում էին իրենց, հետո գնում էին, առնում էին մի կենթանի, օրինակ գառ էին առնում, տանում զոհաբերություն էին անում։ Կարծես թե ամեն ինչ կատարվում էր Աստծո կանոնների համեմատ։ Ես մի բան լասեմ, առևտրի մեջ մեղք չկա։ Մարդիկ կարող են առևտուր անել առանց մեղքի։ Մեղքը դա խաբելն է, ոչ թե առևտուրն է մեղքը։ Եղով մեղք չի, բայց առևտրի մեջ մի քիչ շատ է լինում մեղքը։ Ինքը փոխելը մեղք չի, բայց դրա մեջ հաճախ մարդիկ ինչ որ մանյովրներ են անում, ինչ որ մախինացիաներ ու դարձնում են մեղք։ Պատկերացնում եք ինչ եմ ասում, ամեն ինչ պետք չի մեղքի վերագրել։ Մեղքը կարա լինի ամեն տեղ ու կարա չլինի այնտեղ, որտեղ մենք կարող տեսնենք, որ կա։ Եթե մարդիկ առևտուր էին անում, դեռ չի նշանակում, որ մեղք էր։ Հիսուսը գնաց Աստծո տաճարը ու մաքրեց այդ տաճարից առևտուր անողներին։ Ես մի բան ասեմ, Երուսաղեմի հոգևոր կենտրոնը գնաց։ Քո կյանքի հոգևոր կենտրոնը ո՞րն է։ Արդյոք քո տանը մի անկյուն ունես, որտեղ Հիսուսին նկարն ես դրել։ Այսպես պիտի չլինի, Աստվածաշունչը այսպես չի սովորացնում։ Մեր կյանքի հոգևոր կենտրոնը մեր սիրտն է։ Ինչով այսօր լցված քո հոգևոր կենտրոնը, առևտրով, ինչով, փոխելով, հողի մասին մտածմունքներով, հողի ձգտումներով, ինչ որ մեկի հետ գործարքի մեջ մտնելով, ինչ որ վեճերով, ինչ որ հաճույքների մասին ձգտումներով, ինչով է լցված քո հոգևոր կենտրոնը։ Եթե դու Հիսուսին ընդունես որպես թագավոր, նա կմտնի ու կասես նրանք բոլորը դուրս է պետք անել։ Գիտեք, Հիսուսին շատ քրիստոնյաներ ընդունում են իրենց կյանքի մեջ ոչ միայն որպես ծառա, ընդունում են որպես հյուր։ Շատ ուրախ բաց են անում դռները Հիսուսի առաջ, ասում են համեցիր Հիսուս ջան, նստի այս ամենապատվական աթոռին։ Հիսուսը գալիս նստում, ասում է ես Տեր եմ, քրիստոնյան ասում է այո, ասում է ես ուզում եմ որ այս առևտուրը դուրս հանես քո սրտից։ Ասում է չէ, ինչ ես ասում։ Դու լավ ես արել, եկել ես, ես քեզ ընդունել եմ, բայց ինչ ես մնացած բաներին գտնում։ Բնիկ սերիալներին ինչ ես գտնում, Հիսուս։ Ինչի թույլ չես տալիս, որ ես երեկոները սերիալներ նայեմ։ Թույլ։ Դու դրանց մի կպի, դրա հետ գործ չունես։ Ես ասում եմ քո տունը պիտի լինի աղոթքի տուն։ Ասում ես ինչ գործ ունես, Հիսուս, սպասիր։ Ես լու մի քիչ հաճույքներ ունեմ, մի քիչ առևտուր ունեմ, այն հարևանիս հետ պիտի կռվեմ դեռ ինձ բանը ասել։ Դու քո տեղում էլի Հիսուս, նստիր։ Ես քեզ ընդունել եմ, չէ իմ տանս մեջ։ Բան մնացած բաներում դու գործ չունես Հիսուս։ Հիսուսը չի ուզում քո սրտի մեջ հյուր լինի, ինքը ուզում է Տեր լինի, ինքը ուզում է թագավոր լինի։ Ինչպես ես նայում սրան, քո կյանքում ամեն ինչ հնազանդեցված է Հիսուսի ոտքերի տակ, ինքը քո սրտի մեջ թագավոր է, ուզում է որ քո սիրտը մաքրած լինի ամեն տեսակ առևտրից։ Գիտեք, այսօր քրիստոնյաներին Աստծուց կտրողը մեղքերը չեն այնքան, ինչքան իրենց առօրյա զբաղվածությունն է։ Ուզում եք միտեղ ասեմ իրար հետ կարդանք Ղուկաս ավետարան 17-րդ գլուխ, այս մի փոքրիկ հատվածում 22-ից մինչև վերջ խոսում է Հիսուսը աշխարհի վերջի մասին։ Բայց ես այստեղ մի ուրիշ փոքրիկ ավելի կարճ հատված պիտի կարդամ 26-րդ խոսքից սկսված։ Հիսուսը աշխարհի վերջը նայեք ինչի է նմանացնում։ Ասում է ինչպես Նոյի օրերում եղավ, այնպես պիտի լինի որդի մարդու օրերն էլ։ Ուտում էին, խմում էին, գին էին առնում, ամուսնու էին գնում, մինչև այն օրը, որ Նոյը տապան մտավ եւ ջրհեղեղը եկավ ու բոլորին կորցրեց։ Ասում աշխարհի վերջն էլ այսպես պիտի լինի։ Հետաքրքիր է, ինչի Հիսուսը չասեց, բոլորը զբաղված էին մեղք գործելով։ Գնում էին մեղք էին գործում, գնում էին, չգիտեմ, շնություն էին անում, մարդ էին սպանում, գողություն էին անում, խաբեբայություն էին անում, այսպիսի բաներ չասեց, նայեք ինչեր է ասում։ Ուտում էին, խմում էին, ամուսնանում էին, մինչև այն օրը, որ Նոյը տապան մտավ ու ջրհեղեղը եկավ կորցրեց։
Շարունակության մեջ գրված այսպես. նմանապես ինչպես Ղովտի օրերը եղավ, ուտում էին, խմում էին, գնում էին, վաճառում էին, տնկում էին, շինում էին, բայց այն օրը, որ Ղովտը դուրս եկավ Սոդոմից, երկնքից կրակ ու ծծումբ տեղաց եւ բոլորն էլ կորցրեց։ Հիսուսը նորից չի ասում, որ Սոդոմում կար մի ահավոր մեղք։ Աստվածաշնչում քանի անգամ է կարդացել 5 տակարանում սոդոմական մեղք գործողներ։ Սա մի յուրահատուկ մեղք էր, կարծում գիտեք ինչ իմաստնա խոսքը, չխորանամ դրա մեջ։ Մի յուրահատուկ մեղք էր, որ իսկապես յուրահատուկ էր Սոդոմին, Աստծո բարկությունը եկավ դրա վրա։ Բայց այս մեղքը այս սրա հետևանքն էր, որ իրենք Աստծուն էին թողել։ Առօրյա կյանքի պատճառով, Աստծուն թողելու պատճառով, թողելու որպես հետևանք, իրենց կյանքում եկել էր այդպիսի ահավոր մեղքեր։ Քրիստոնյաները հաճախ չեն նկատի, թե ինչպես իրենք կընկնեն մեղքի մեջ, երբ որ Հիսուսին որպես թագավոր իրենց սրտերում չունենան, ու ամեն ժամանակ կանգնած չլինեն Հիսուսի առջև, Տեր, ինչ ես ուզում որ քո համար անենք, Տեր, ինչ ես ուզում որ քո համար անենք, այս դիրքով։ Հիսուսը ասաց, իմ տունս պիտի լինի աղոթքի տուն, վերադառնանք Մատթեոս 21-րդ գլուխը։ Իսկ դուք դա ավազակների այժ դարձրեցիք։ Մի պահ նայիր քո հոգևոր կենտրոնը, քո սիրտը, Հիսուսին ընդունելը որպես թագավոր։ Ու սրտիդ մեջ ամեն ինչ հնազանդեցրել ես Հիսուսի ոտքերի տակ։ Ու պատրաստ ես քո սրտի մեջ մշտական աղոթքի մարդ լինես։ Սա միանգամից չի լինում։ Սա չի լինում այնպես, որ դու ասում ես, գիտես, ես ամբողջ օրը աղոթքի մեջ եմ, ասում ինչ ես աղոթում։ Ասում երբ որ փողոցում քայլում եմ Տիրոջ հետ եմ խոսում, երբ որ աման եմ լվանում Տիրոջ հետ եմ խոսում, գործ եմ անում Տիրոջ հետ եմ խոսում։ Սա շատ քիչ է, գիտես, եթե դու չունես յուրահատուկ ժամանակ առանձնանալու, եթե դու ժամանակ չունես մենակ մնալու, սա շատ քիչ է։ Սա պիտի լինի քո մենակ մնալու հետևանքը, ոչ թե այդտեղից պիտի սկսվի։ Դու պիտի իմանաս, որ դու ունես ժամանակ, որ դուռը փակում ես, քո աչքերը փակում ես, քո ականջները փակում ես, այս աշխարհի բոլոր տեսակ ինֆորմացիաների համար։ Քո աչքերն ու ականջները բաց ես անում Աստծո խոսքի համար։ Աղոթքի մեջ մտնում ես ուժեղ հաղորդակցության մեջ Հիսուսի հետ։ Դու քեզ ինչպես կզգաս, եթե գնաս մեկի տունը, ու ինքը քեզ հետ խոսա անընդհատ գործ անելով։ Անընդհատ ինչ-որ մի բանով զբաղված լինի ու ընթացքում էլ մեկ-մեկ քեզ հետ խոսա։ Դու քեզ ինչպես կզգաս։ Ինչ ես Հիսուսին դնում այդպիսի վիճակի մեջ։ Այո, որ դու քո կյանքում կունենաս ժամանակ, որ քաթռդ կքաշես կնստես Հիսուսի մոտ, կասես դե հիմա ինձ սովորեցրու, դե հիմա ինձ դաստիարակես, դե հիմա իմ հետ խոսիր։ Հետո էլ դուրս կգաս ու կասես մեկը քեզանից պիտի չկտրվեմ, փողոցում քայլեմ քո հետ պիտի լինեմ, գործ անեմ քո հետ պիտի լինեմ։ Այս սա կլինի ճիշտը։ Այսինքն սկսել է պետք աղոթքի տոնը մի ուրիշ տեղից։ Շատ քրիստոնյաներ ինքնախաբեությունով են զբաղված։ Իրենք մտածում են, որ մեկ-մեկ հիշում են Հիսուսին, ասում են «Փառք ես Տեր», ուրեմն վերջ, դրանով ամեն ինչ ստացվեց։ Դա դեռ չեղավ, որ դու ընդունել ես Հիսուսին որպես թագավոր։ Այսօր դու Հիսուսին ով ես ընդունել։ Որպես ծառա, որպես հյուր, թե որպես թագավոր։ Գիտեք շարունակության մեջ ինչ է գրված։ Եվ տաճարի մեջ գույրեր կաղեր եկան իրեն եւ բժշկեց նրանց։ Կբժշկի քո հոգևոր կուրությունը, կբժշկի քո հոգևոր կաղ լինելը, կբժշկի շատերի քո շրջապատում։ Ես դեռ խոսում էի քո սրտի մասին, բայց եկեք մի ուրիշ տեսակետից խոսեմ այս նույն խոսքը։ Հիսուսի համար Հիսուսի թագավորությունը կառուցելը, Հիսուսին ընդունելը որպես թագավոր, ոչ միայն քո սրտի մեջ, ամեն տեղ որտեղ դու կլինես։ Մի պահ մտածիր սրա մասին։ Միտեղ դու աշխատում ես, ինչու պիտի Աստծո սկզբունքները չներդնես այդտեղ։ Ինչու պիտի Հիսուսին չհրավիրես որպես թագավոր, ասես արի իշխի այստեղ։ Միտեղ դու մարդկանց մեջ ես, ընկերական, բարեկամական ինչ-որ շրջապատ ունես, դու արդեն գնա այդտեղը այդ մտքով, որ քո հետ տանում ես Հիսուսին որպես թագավոր։ Ու գիտես քեզանից կախված կլինի այդ մարդիկ ինչպես կընդունեն։ Եթե դու քո պատիվը գցել ես նրա ոտքերի տակ, եթե քո բերանից օրհնություն է բարձրանում Աստծո անվանը, Հիսուսի անվանը, անընդհատ կանգնում ասում ես «Փառք ես Տեր, ով սառնա քեզ», այդ մարդիկ էլ քեզ կնայեն ու կվախենան Հիսուսի դեմ բան խոսելուց։ Ինչպես այն ժամանակ նայեցին ու վախեցան Հիսուսի դեմ խոսելուց։ Ինչպես մտածում։ Պիտի կառուցես Աստծո թագավորությունը, թե քո թագավորությունը։ Հա ասում ես չէ, այս մարդկանց մոտ չեմ ասի, ամոթ է, բա որ ասեն հավատացյալ ես դառը սկսեն ծաղրել։ Դու անարգում ես Հիսուսի անունը։ Աստված չհամաչեց, որ քո վրա դրեց իր անունը։ Հիսուսը համաչեց, որ քեզ տվեց իր անունը։ Գրված ամոթ չի համարում նրանց Աստվածը կոչվելիս, դու հանկարծ կարող ես համաչել, որ Հիսուսի անունը տաս միտեղ, մտածիր։ Կառուցելու ես արդյոք Աստծո թագավորությունը քո սրտի մեջ, քո ընտանիքում, քո շրջապատում, ամենտեղ բերելու ես Աստծո սկզբունքների իրականացումը, որտեղ աշխատում ես, որտեղ մարդկանց մեջ նստում ես։ Դու Աստծո թագավորության անդամն ես, ուրեմն քո կյանքի ամբողջ ընթացքում սա տրված է քեզ որպես կյանքի նպատակ։ Կառուցել Աստծո թագավորությունը։ Ինչ ես մտածում։ Կառուցելու ես Աստծո թագավորությունը։ Ես ուզում եմ, որ սրա մեջ մենք միաբան լինենք։ Չգիտեմ ինչ ես մտածում քո սրտի մեջ։ Աստված գիտի։ Ինքը նայում ու տեսնում է քո սիրտը։ Դու հավանաբար տեսնում ես,
որ Աստծո թագավորությունը քո կյանքում դեռ լիարժեք չի, ու դու կարիքը տեսնում ես, որ կարիք կա, որ քո կյանքի, քո սրտի ինչ-որ անկյուններ դեռ հնազանդեցնես Աստծո կամքին, որպեսզի իր թագավորությունը կատարյալ դառնա քո կյանքում։ Դու երևի տեսնում ես, որ քո շրջապատում քո բարեկամների մեջ, քո հարազատների, ընկերների, ծանոթների աշխատավայրում կամ սովորելու վայրում դեռ Աստծո թագավորությունը չի եկել զորությունով, ու դու դրված ես այդ մարդկանց մեջ նրա համար, որ տանես Հիսուսին այդտեղ, որպես թագավոր։ Ես քեզ հարց ունեմ տալու. ուզում ես ինձ հետ միասին կառուցել Աստծո թագավորությունը։ Եթե ուզում ես, ես ուզում եմ, որ դու ձեռք բարձրացնես, բայց մի պահ ուշադիր եղիր, սուտ վկայություն չանես Աստծո առջև, որովհետև քո ձեռքի բարձրանալը վկայություն է։ Եկեք ոտքի կանգնենք։ Ու ես ձեզ հարց եմ տալիս. ուզում եք ինձ հետ Աստծո թագավորությունը կառուցել։ Մենք պիտի լինենք մի համակարգի մեջ, նույն սկզբունքների մեջ, ճանաչելով նրա թագավորությունը ու ամեն բան հնազանդեցնելով նրա կամքին։ Ամեն։ Հիմա խոսիր Հիսուսի հետ։ Ասա Տեր, այսքան բան իմ կյանքում հնազանդված չի քեզ, ուզում եմ, որ քո թագավորությունը գա այդտեղ, քո կամքը կատարվի։ Այսքան տեղ իմ շրջապատում, իմ ծանոթների մեջ դեռ հնազանդեցված չի ու քո թագավորությունը կառուցված չի, ես ուզում եմ, որ գա քո թագավորությունը։